ինչ ասեցի մի հակառակ բան բերեցիք ասում։ Իսկապես ասում եմ, որ զինվում են, ուրեմն իրենք պատրաստ չեն խաղաղության։ Այդ իրենք հայտարարության ինչպես է պատասխան, եւ ձեր կարծիքով ինչու Ադրբեջանը չի զինվորագրել այդ փաստաթուղթը։ Մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք եւ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս որևիցե խնդիր չունի իրականացնելու։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն մասը, որը որ ադրբեջանական զորքերը ներխուժել են, մենք զինվորական ռազմական գործողություններով լուծելու նպատակ եւ գաղափար այս պահի դրությամբ չունենք։ Իսկ եթե դիվանագիտական մի հատ երկրորդ հարցին էլ պատասխանեմ, էլի։ Չէ, դա հանցագործություն չի։ Դա հանցագործություն չի։ Չէ, հա, բայց քայլերը չի նշանակում, չէ, քայլերը, Անի ջան, քայլերը չի նշանակում, որ պարտադիր դու պետքա կրակես։ Եթե դու կարող ես բանակցություններով այդ հարցը լուծես, օրինակ հիմա Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության ինչ որ եզրեր են գտնում, որտեղ միգուցե ինչ որ ժամանակահատվածով այդ հակամարտությունը կսարածվի միջև իրենք բանակցեն։ Այդ քո ասած պարտավորությունը պարտադիր չի, որ դու գնաս եւ հարցակվես եւ այդ հարցը տենց լուծես։ Դա ձևերից մեկն է, որովհետեւ կարա դրա հակառակը լինի, հա, ինչ որ մի երկիր սադրելու նպատակով ավելի մեծ լայնամասշտաբ պատերազմ նման քայլ անի եւ դու գնաս եւ ընկնես այդ ծուղակը։ Հիմա կրկնում եմ ճանապարհներից մեկը դիվանագիտությամբ։ Մենք տեսնում ենք այդ հարցը դիվանագիտությամբ լուծելու տարբերակը։ Միևնույն ժամանակ այն հարցը, որը որ տվեց ձեր գործընկերն նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրացնում է իր պաշտպանողականությունը։ Բայց կարելի հարցին պատասխան տեսը կվերադառնամ, էլի, Անի ջան, մի րոպե սպասի։ Մի հատ վերջացնեմ կարելի հարցին։ Ինչու չի ստորագրում։ Ինչ նորից խնդրում էր նախապայմանները։ Անի ջան, քննարկում ենք։ Մենք ասել ենք, թե ոնց ենք, եկաք։ Հա, մի րոպե պատասխանեմ պատասխանը։ Բոլոր այն բաները տեսեք, քննարկենք մի հատ հասկանանք ինչ փոխելու մասին է խոսքը, իրանք իրենց սահմանությունը փոխում են թե չեն փոխում։ Ես դրա այդ հարցին պատասխանել եմ։ Եթե կարիք կլինի, կարող ենք մի հատ էլ հասկանալ կա նման բան անելու անհրաժեշտություն թե չկա։ Քննարկում ենք։ Այո, կամ։ Համաձայնագրի ստորագրելը ինչ է տալու Հայաստանին, որովհետև Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ դա պայմանագիր չէ, համաձայնագիր է ընդհանրապես եւ պարտադիր կատարման ուժ չունի։ Ներողություն եմ խնդրում, Լևոն Քոչարյան թող գնա իր գիտելիքները մի քիչ բանանի, ինչ նշանակում պայմանագիր չէ, համաձայնագիր է։ Թարմացի պայմանագիր է։ Ինչն է դրա խնդիրը։ Ես ներողություն եմ խնդրում։ Իսկ ինչ տարբերություն դրանց մեջ։ Ով ասում։ Ես ձեզ որպես իրավաբան ասում եմ, մասնագիտական բան եմ ասում։ Որևիցե տարբերություն չկա, դա լեքսիկոնի ոճաբանությունը, որևիցե մեկի պարագայում պարտադիր եւ ոչ պարտադիր բաղադրիչներ չկա, կա Վենայում, եթե չեմ սխալվում, կոնվենցիա կա, եթե պետք է նույնիսկ կարող եմ ձեզ տրամադրել։ Այսինքն այդքան վստահ եմ, կարող եմ ձեզ տրամադրել։ Իրավական առումով նման բան չկա։ Հիմա որ ինքը ասում է մեկ պայմանագիր է մեծ համաձայն է։ Այո, տեսել եմ։ Պայմանագիր է գրած։ Բայց ասենք համաձայնագիրը նշանակում չէ, ախր մի րոպե դրա մեջ տարբերություն չկա։ Անկեղծ ասած չեմ հիշում, կարևորը երկու հիմնական բանն է, իրավական կարևորությունը, այսինքն ինքը իրավական առումով ոչ ստորադաս է, ոչ վերադասա մեկը մյուսից տարբերություն չկա եւ երկրորդը դրանից բովանդակությունը չի փոխվում։ Մի րոպե էլի ստեղ էլ ասա խնդրում։ Այսինքն այս Ադրբեջանի եւ Հայաստանի միջև համաձայնագիրը կամ կլինի ուղղակի դուք ուշադրություն դարձնեք իմ հարցերին եւ ոչ թե այն հանգամանքի, որ ներկա եմ այստեղ։ Չդարձնեմ ուշադրություն, որ ներկա եք։ Հարցերին ուշադրություն Դրանն եմ դարձ, ամենաշատ հարցը դուք եք տալիս։ Այս համաձայնագիրը կամ պայմանագիրը, ինչպես դուք ասում եք, ներպետական համաձայնեցման ընթացակարգերով Հայաստանում անցել է ամբողջությամբ, որովհետև մենք նաև այդպիսի օրենք ունենք միջազգային պայմանագրերի մասին։ Կլինի դուք գնաք ճշտեք ձեր գիտելիքները, նորգակ ինձ հարցնել։ Դե ես ձեզ տեղեկություն հայտնեմ, որ դուք միջև վերջ չեք ճշտել, որովհետև այդ համաձայնագիրը, պայմանագիրը կամ որևիցե միջազգային փաստաթուղթը անցնում է ներպետական ընթացակարգ, երբ որ ինքը արդեն ստորագրված է լինում։ Երբ որ ինքը ստորագրված կլինի, ինքը անցնելու է սահմանադրական դատարան եւ գալու է այստեղ վավերացման։ Տեսակ որ չգիտեք։ Շնորհակալություն։ Աչու ցաղ բոլորին
հորդում եք, որ իրենց գիտելիքները բանանեք թարմացնեն, բայց չէ կարծում որ ԿՊԱ-կաններն այդ հարցում ամենախոցելիներն են մինչև առաջին դեմքի մակարդակով սկսած։ Չէ, չեմ կարծում, ինչի՞ եք տենց կարծում։ Ուզում ես ասես դու ավելի խելացի ես, քան Ես նման մնացածը։ պնդում չարեցի։ Բա ի՞նչն էր քո պնդումը։ Այսինքն Բա դու երբ որ ես նման տիպ արտահայտություն չեմ արել, բոլորն էլ սխալական են եւ բոլորն էլ ինչ որ ձևով մշտապես իրենց գիտելիքները թարմացնելու կարիք ունեն, բայց ձեր ասածը կոռեկտ չի եւ առավել եւս որ դուք ակնարկ եք անում Հայաստանի Հանրապետության ղեկավարին, այլ ավելի կոռեկտ չի։ Երբ որ կգնաք կճշտեք ձեր կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի գիտելիքները։ կարելի է կասկածի տակ դնել, բայց իմ ներկայությամբ եւ չէ, ոչ թե հարց մի տվեք, իմ ներկայությամբ նման կարամ վերջացնեմ ասած։ Իմ ներկայությամբ նման հարց տալու պարագայում ակնհայտ է, որ ես դրան բացասական եւ շատ ավելի նյարդային եմ պատասխանելու, քան որևիցե այլ պարագա։ Ինչ ժողովրդավարությունը չի թույլ տալիս, որ ազգային ժողովի նախագահը պատասխանի։ Ինչ։ Ես նյարդային պետքա չլինեմ։ Ժողովրդավարության գնաց ձեր գիտելիքները կճշտեք ու ինձ կսովորեցնեք, թե որտեղ է գրված, որ չի կարող նյարդայնանալ։ Ինչի՞։ Որովհետև ասում եմ որ իշխանության ներկայացուցիչը ավելի զուրկ լինի։ Այդ ով է տենց ասում։ Ես ներողություն եմ խնդրում ԱՄՆ-ի նախագահ հիմա նյարդային է եւ զուսպա ամենադեմոկրատ երկրները, հա։ Մենք ԱՄՆ-ի նախագահ։ Բա ում հետ հա։ Որ երկրի ժողովրդավար Անգլիայի երկրի ղեկավարը Անգլիայի վերում եմ։ Լսեք, որ ես համարում եմ, որ հայկական քաղաքական գործիչները բավականին լավն են եւ շատ ու շատ ժողովրդավար երկրներ պետք է սովորեն սենց ժողովրդավար լինելու եւ սենց զուսպ լինելու եւ սենց համբերատար լինելու, որտեվ եթե դուք գնաք հիմա այս տեսախցիկների տակ նայեք մեկնաբանությունները բացի իմ մասին վատ բան գրելուց, նաեւ գրում են թե ոնց է պարոն Սիմոնյանի նյարդերը դիմանում։ Վերջացա։ Ինչ։ Ես դրան պատասխանել եմ, այլ չեմ պատասխանել։ Բայց ես դրան պատասխանել եմ, չէ։ Ուզում եք մի հատ էլ հարցեք նույն հարցը տվեք, եթե ձեզ դա կուրախացնի։ Ես չեմ լսել այդ հարցի պատասխանը։ Գնաք կնայեք, տեսնում եք, որ շատ ինֆորմացիա կա, որ չունեմ։ Ես դրան պատասխանել եմ։ Այլ հարցեր։ Սիմոնյան մի քանի անգամ հայտարարվեց վերջին օրերին այդ Վենետիկի հանձնաժողով սահմանադրությունները փոխանցության ուղարկելու մասին, այդ մտահոգությունները փարատելու մասով։ Նման առաջարկվել է գրավոր ընթացական։ Չկա, դա բանավոր իմ կարծիքն էր, որը որ ես հնչեցրել եմ։ Ձեր թիմի ձեր է ինչ տեսակ։ Դե ես ուրախ եմ, որ համընկել եմ։ Իսկ հնարավոր է ամեն դեպքում այդպիսի նախաձեռնություն լինի, եթե Բաքուն շարունակի։ Չգիտեմ, չեմ բացառում։ Այլ հարցեր կան։ Շնորհակալ։